Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշվել է 1 տարով երկարաձգել ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության ու այլ ծախսերը հոգալու նպատակով եւ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ առաջին ծրագրից օգտվում է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 44000, իսկ երկրորդով 6000-ից ավելի քաղաքացի։ Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական ապրանքատեսակների արտահանման նկատմամբ սահմանվել է ժամանակավոր 6 ամսյա արգելք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Ժամանակավոր արգելքը կկիրառվի ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ։ Նշվում է, որ այս ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 6-ից։ Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված $80,000 գումար։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր կազմակերպության կողմից տիրապետվող կազմակերպության կարիքների համար ծառայող զանգերի կենտրոնում, ինչպես նաև այդ կազմակերպությունում գործունեություն ծավալած անձանցից մեկի բնակարանում ԱԱԾ-ն Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավել է առերևույթ հանցավոր ճանապարհով ստացված շուրջ $80,000 ԱՄՆ գերազանցող գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, տեսախցիկների հատվածները տեխնիկական միջամտությամբ փակված վիճակում, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսենջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ եւ անձնական տվյալներ։ Առգրավել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ եւ փոխանցումների մանրամասներ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է հանցավոր կազմակերպության ղեկավարների եւ անդամների ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Կառավարությունը Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ծկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ծկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կայուն կենսազանգված, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում։ Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենսը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ծկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը եւ բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ծկնկիթի արտահանման արգելք։ Տարիներ շարունակ ձևավորված հուսալի եւ բազմակողմանի խոսք, անվերապահ վստահություն եւ կայուն լսարան։ Մեդիա ոլորտում կարևոր ճանապարհ անցած International Media Holding-ը, որի մաս են կազմում Եվրոմեդիա 24, միջազգային հեռուստաընկերությունն ու լուրերկոմ լրատվական կայքը տոնեց իր ծնունդը, մեկ հարկի տակ հավաքելով հայ ժողովրդի արժանի անհատների։ Միջոցառումը նշանավորվեց կարևոր պահով։ Այդ օրը մրցանակներ հանձնվեցին արվեստի, առողջապահության, իրավունքների պաշտպանության, տնտեսագիտության, մանկավարժության եւ այլ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ու բացառիկ ձեռքբերումներ ունեցող հայտնի անձանց, որոնց գործունեությունը տարիների ընթացքում թողել է տեսանելի ու ազդեցիկ հետք։ Մրցանակները հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։
Սեմ ենք հրավիրում International Media Holding-ի նախագահ պարոն Վարդանյանին։ Ռուբեն Մաթևոսյանը ոչ միայն երգիչ է, այլ ազգային արժեք։ Սերունդներին փոխանցած մշակութային ժառանգություն։ Տասնամյակներ շարունակ նա ծառայել է հայ երգին առանց զիջումների, առանց շեղումների, հավատարիմ մնալով իր արմատներին եւ իր ժողովրդին։ Դեմ ենք հրավիրում հայ երգի պահապան մրցանակի արժանացած վաստակաշատ եւ սիրված հայ երգիչ Ռուբեն Մաթևոսյանին։ Հայ երգի լեգենդ։ Ձեր ծափարությունները։ Քիչ ասել շնորհակալ եմ։ Ես բազմաթիվ մրցանակների եմ արժանացել, բայց սա ինձ համար շատ կարևոր է, որտեղ Եվրոմեդիա 24-ն է տալիս մի հեռուստակայան, ով Հայաստանի կյանքը, մշակույթը տանում է աշխարհ եւ աշխարհին բերում իր էկրանին։ Շնորհակալություն ձեզ նկատվելու համար։ Գիտեք, կյանքը շատ բարդ գիտակցություն է։ Ինձ համար շատ պարզ է։ Պարզ է, որովհետեւ ես երգում եմ հայի համար, հայերեն։ Ճիշտ է, այլ լեզուներով եմ երգել, բայց ինձ համար կարևորվել է միշտ հայ երգը։ Շնորհակալություն, որ նկատեցիք ինձ եւ առաջիններից մեկն եմ, ով արժանացավ այս մրցանակին։ Շնորհակալ եմ։ Ձեր ծափարությունները։ Ուկրաինական ճգնաժամի լուծման թարմացման խաղաղության ծրագիրը միայն ընդգծում է կողմերի միջև եղած տարաձայնությունները, ինչը բանակցություններում արագ առաջընթացը անհավանական է դարձնում, գրում է բրիտանական The Times թերթը։ Սա տարածքային հարցը լուծելու մինչ օրս ձեռնարկված ամենավճռական փորձն է, որը բազմիցս խափանել է խաղաղության բանակցությունները։ Այն ցույց է տալիս Կիևի պատրաստակամությունը փոխզիջման գնալու, սակայն ծրագիրը նաև ընդգծում է, թե որքան հեռու են երկու կողմերը միմյանցից, գրել է թերթը։ The Times-ը նշում է, որ ապառազմականացված գոտի ստեղծելու նոր ծրագիրը կպահանջի զորքերի դուրսբերում ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ռուսաստանից, սակայն Կրեմլը բազմիցս հստակեցրել է, որ կհամաձայնվի միայն Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողությանը։ ԱՄՆ պատերազմի նախարարության զեկույցները միտումնավոր խեղաթյուրում են Չինաստանի պաշտպանական ռազմավարությունը եւ օգտագործվում են որպես գործիք Չինաստանի երրորդ երկրների հետ հարաբերություններում տարաձայնություններ հրահրելու համար։ Այս մասին ըստ ՏԱՍՍ-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցյանը։ Այս ամերիկյան զեկույցը խեղաթյուրում է Չինաստանի պաշտպանական քաղաքականությունը եւ տարաձայնություններ է հրահրում այլ երկրների հետ հարաբերություններում, ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Պենտագոնի զեկույցները նաև պատրվակներ են տալիս ամերիկյան ռազմական գերիշխանությունը պահպանելու համար։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական մեդիա հարթակում Սուրբ Ծննդյան գրառման մեջ մաղթել է, որ Բուդապեշտի խաղաղության հանդեպ նվիրվածությունը ոգեշնչի Եվրոպային հետևել ճիշտ ուղուն։ Քրիստոսի ծնունդը նշելիս մենք հիշում ենք, որ հավատքը, հույսը եւ խաղաղությունը մեր քաղաքականության հիմքերն են։ Այս Սուրբ Ծննդյանը այս անհանգիստ աշխարհում թող Հունգարիայի խաղաղության հանդեպ նվիրվածությունը ոգեշնչի Եվրոպային հետևել ճիշտ ուղուն, գրել է Օրբանը։ Մագյար Նեմզեթին վերջերս տված հարցազրույցում Օրբանը հայտարարել է, որ Արևմտյան Եվրոպան կործանվել է 3 մեղքերի պատճառով, այն է՝ խոշոր բիզնեսի շահերը ժողովրդի շահերից վերդասելը, անվերահսկելի միգրացիան եւ երեխաների վերադաստիարակությունը սեռի եւ արթնացման գաղափարախոսության ոգով։ Նա վստահեցրել է, որ Հունգարիան այսօր մերժում է բոլոր 3 մեղքերը եւ որ այսօր սա ազգային ինքնիշխանության էությունն է։
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը պետք է բաղկացած լինի ընդամենը մեկ կետից՝ խնդրանք չվերցնել իրեն հանձնվելուց հետո։ Այս կարծիքը Tsargrad.tv-ին հայտնել է քաղաքական մեկնաբան Անդրեյ Պինչուկը։ Սա նաև տրամաբանական հարց է առաջացնում, հետո ինչ կլինի։ Եթե Ռուսաստանը չստորագրի այս խելագար ծրագիրը, ապա ինչ կարող է լինել։ Ուկրաինան պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, ամբոխներով շարժվում է դեպի Մոսկվա, ասել է փորձագետը։ Զելենսկու ծրագրի կետերը հնչեցվում են հարձակվող կողմի տեսանկյունից, այն կողմի, որը կարող է սպառնալիք ներկայացնել իրենից, տարակուսանքով հավելել է նա։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային շարժիչով Սուզանավի կառուցման Կորեայի Հանրապետության նախաձեռնությունը կհանգեցնի անկայունության կորեական թերակղզում, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Պետական գործերի նախագահը նշել է, որ աշխարհում տիրող անկայուն իրավիճակը, ինչը ընդգծում է ԿԺԴՀ-ի ճիշտ ընտրությունը ամրապնդելու իր պաշտպանունակությունը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ Կորեայի Հանրապետության միջուկային Սուզանավի մշակման ծրագիրը, որը վերջերս համաձայնեցվել է Վաշինգտոնի հետ Սեուլի խնդրանքով, կհանգեցնի կորեական թերակղզում հետագա անկայունության եւ որ մենք այս քայլը համարում ենք վիրավորական, որը լրջորեն խախտում է մեր պետության անվտանգությունն ու ծովային ինքնիշխանությունը եւ անվտանգության սպառնալիք է, որին պետք է արձագանքել։ Գործակալությունը մեջբերում է ԿԺԴՀ-ի առաջնորդի խոսքերը։ Կիմ Չեն Ընը ժամանել է Հյուսիսային Կորեայի միջուկային Սուզանավի շինհրապարակը ստուգելու։ Հնդկաստանի խոշորագույն նավթավերամշակող Reliance Industries Ltd-ն վերսկսել է ռուսական նավթի գնումները Գուջարաթում գտնվող իր նավթավերամշակման գործարանի համար, հաղորդում է Bloomberg-ը հղում անելով աղբյուրներին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը ռուսական նավթ է գնում զեղչով այն մատակարարներից, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում։ Reliance-ը վերարձակել է Aframax տանկերներ ռուս էքսպորտից եւ նավթ է մատակարարում իր նավթավերամշակման գործարան, որի ներքին շուկայի համար օրական 660,000 բարել հզորություն կա։ Հնդկաստանի պաշտոնյաները կարծում են, որ մատակարարումները կարող են մասամբ փոխհատուցել ռուսական նավթի ներմուծման կտրուկ անկումը, որը կարող է ավելի քան կիսով չափ կրճատվել 2025 թվականի դեկտեմբերին։ ՆԱՏՕ-ի Ռուսաստանի հետ պատերազմի արտակարգ իրավիճակների ծրագրերը չեն դիմանում քննությանը, քանի որ դաշինքի կառավարությունները չեն ձեռնարկում իրական քայլեր դաշինքի պաշտպանական կարողությունները ամրապնդելու համար, հաղորդում է CNN-ը։ Կա ծրագիր եւ այն ունի թվեր, սակայն կառավարությունները չեն ձեռնարկում անհրաժեշտ քայլերը այն իրականացնելու համար։ Մենք դեռևս պլանավորում ենք հիմնվելով մի բանի վրա, որը գոյություն չունի, նշել է Թագավորական Միացյալ Ծառայությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեք Ուոթլինգը։ Նա ընդգծել է, որ դաշինքի պաշտպանությունը ներկայումս հիմնված չէ իրականության վրա եւ քաղաքական գործիչներն այժմ չեն կարողանում ընդունել առկա ռեսուրսները եւ պլանավորել պաշտպանությունը, հիմնվելով դրանց վրա։ Կրեմլը կարող է մերժել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից հայտարարված 20 կետանոց խաղաղության ծրագիրը, հաղորդում է The New York Times-ը։ Գաղափարը պարզ է՝ ներկայացնել այն ամերիկացիներին որպես փոխզիջում, ապա մեղադրել Ռուսաստանին իր ձախողման համար։ Հրապարակման հեղինակներին ասել է միջազգային հարաբերությունների վերլուծաբան Ալեքսեյ Նաումովը։ Մեկ այլ ռուս վերլուծաբան Գեորգի Բովտը մեկնաբանել է Կիևի ցանկությունը կառավարել Զապորոժիեի ատոմակայանը Միացյալ Նահանգների հետ համատեղ առանց Ռուսաստանի մասնակցության, նշելով, որ առաջարկվող խաղաղության ծրագիրը չի զիջի տարածքային կամ Զապորոժիեի ատոմակայանը։ Հեղինակները ընդգծում են, որ Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ մերժել խաղաղության ծրագիրը, քանի որ նրա տնտեսությունը մինչ օրս դիմացել է հակամարտությանը, եւ Ռուսաստանի զինված ուժեր նորեկների անընդհատ հոսքը շարունակում է ծածկել ճակատում կորուստները։ Դեմոկրատ սենատորները կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել արտասահմանում դիվանագիտական առաքելությունների մոտ 30 ղեկավարների հետ կանչը, հաղորդում է Reuters-ը։ Օրենսդիրները զգուշացրել են նախագահին, որ այս քայլը ստեղծում է վտանգավոր ղեկավարության վակուում, որը թույլ կտա Ռուսաստանին եւ Չինաստանին ընդլայնել իրենց ազդեցությունը։ Ներկայումս ավելի քան 100 ամերիկյան դեսպանատներ, որոնք ղեկավարներ չունեն, սպասում են ԱՄՆ նոր դեսպանի նշանակմանը։ Մինչև նոր դիվանագետների ընտրությունը Չինաստանը, Ռուսաստանը եւ այլ երկրներ կանոնավոր կապ կպահպանեն օտարերկրյա առաջնորդների հետ, որոնց Միացյալ Նահանգները արդյունավետորեն կհրաժարվեն թույլ տալով երկրի հակառակորդներին ընդլայնել իրենց ազդեցությունը եւ սահմանափակել, եթե ոչ վնասել ամերիկյան պետության շահերը, նշվում է դեմոկրատների նամակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ցույց տալու համար, որ Հայաստանը դրական է գնահատում տեղի ունեցող գործընթացները։ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ալիևին շնորհակալություն է հայտնում, որովհետև 3 կարևոր արգելք է հանվել։ Տեղի ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում։ Ընդ որում սկզբից Ղազախստանի համար, հետո Ռուսաստանի համար։ Այսինքն այս երկու բանը տեղի ունեցել։ Հետո տեղի ունեցել հաջորդ բանը։ Արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա։ Ես ասում եմ հարց կարա հնչի, բան ինչի չեն գնում երկաթուղիները, որովհետև իմ ընկալմամբ մենք մեր մտածողության եւ գործունեության մասշտաբը մի ֆուրի տրամաբանությամբ աշխատում, որովհետև գնացք բեռնելը եւ որևէ ուղղությամբ ուղարկել այդ որոշակի բարդություն է, պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել միտեղ միանգամից, որովհետեւ գնացքը չի կարող դատարկնել։ Երրորդ բանն է տեղի ունեցել։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին եւ այդ պատրաստակամությունը արտահայտվել է, այդ գնացքը եկել է եւ հայտնվել է շուկայում։ Եվ մենք կարծում եմ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Եվ ես այո, արտահայտում եմ այդ վերաբերմունքը եւ կարծում եմ ճիշտ եմ անում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որ եկեղեցում է պատրաստվում Կիրակի օրը մասնակցել պատարագի։ Այս Կիրակի պատարագի կմասնակցեմ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հայտարարել է Փաշինյանը, նշելով, որ այդ մասին հավելյալ հայտարարություն կանի։ Խոսակցություններ էին պտտվում, որ Փաշինյանն այս Կիրակի պատրաստվում է Մայրաթոռում մասնակցել պատարագի։ Եվս մեկ բարեփոխում պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին։ Այս մասին ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այսօր կառավարությունը հավանություն է տվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Օրենքի նախագծով առաջարկվում է Պաշտպան հայրենաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին ատեստավորված համարել ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Նշված վերջին 2 դեպքերում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պաշտպան հայրենաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, իսկ 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը եւս ընդգրկվել է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։ Նախորդին Հովակիմյանը մասնակցել է ՔՊ վարչության նիստին, ներկայացրել իր ծրագիրը падգամավոր դառնալու հետ կապված եւ վարչության դրական եզրակացությամբ ընդգրկվել է ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում։ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է առնվազն 2 ամիս պահպանել Վենեսուելայի ափերի ծովային շրջափակումը, թույլ չտալով նավթատար նավերի մուտքն ու ելքը երկիր, հաղորդում է Reuters-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ Մինչդեռ ռազմական ուժ կիրառելու տարբերակը մնում է, ուշադրությանը դարձվում տնտեսական ճնշում գործադրել պատժամիջոցների կիրառման միջոցով Սպիտակ տան կողմից ցանկալի արդյունքին հասնելու համար։ Մեջբերում է հոդվածը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը Վենեսուելայի նկատմամբ Վաշինգտոնի վարչակազմի քաղաքականության մասին, ասել է Պաշտոնյան։ Պաշտոնյայի խոսքով Վաշինգտոնը հույս ունի մինչև հունվարի վերջ Վենեսուելայում ստեղծել տնտեսական աղետի Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհավորել է Ալիևին։ Պարոն նախագահ, սիրելի եղբայր, իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ ձերդ գերազանցությանը եւ ձեր ընտանիքին առողջություն, բարեկեցություն եւ երկար տարիների կյանք։ Կառավարությունը իր այսօրվա դեկտեմբերի 25-ի նիստում հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերություն Փակ Բաշնետ իրական ընկերությունը լուծարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը շողակաթ հեռուստաընկերության մասին է։ Հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերություն Փակ Բաշնետ իրական ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ, որով ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։ Ընկերության գործունեության հիմնական տեսակը
նպատակը հոգևոր եւ մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թվականի հոկտեմբերի 24-ի տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը։ Թրամփի ուղի նախագծի փաստացի իրականացման եւ շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Հայաստանը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ գործընկերների հետ։ Trip Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում եւ կստանա երկաթուղային ճանապարհային, նավթային եւ գազային խողովակաշարերի, ինչպես նաեւ օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների գրանցման իրավունք, հայտնել է գերատեսչությունը։ Միլիոնավոր քրիստոնյաներ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տոնում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը։ Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ միայն կաթոլիկները, այլև աշխարհի մի շարք երկրների ուղղափառները, լյութերականները եւ բողոքական այլ ուղղությունների ներկայացուցիչներ։ Ռուսական, սերբական, Երուսաղեմի եւ վրացական ուղղափառ եկեղեցիները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ աշխարհում Սուրբ Ծնունդն ամենահանդիսավոր տոնն է համարվում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը որևէ նշան չի տեսնում, որ միջուկային տերությունները պատրաստում են վերսկսել միջուկային փորձարկումները։ ՌԻԱ Նովոսիին տրված հարցազրույցում հայտարարել է AMG-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Ես տեսնում եմ, որ մեծ տերությունների առաջնորդները ժամանակ առ ժամանակ փոխանակվում են հայտարարություններով։ Որոշները արձագանք են ուրիշի հայտարարություններին, մյուսները ավելի ինքնաբուխ։ Բայց մենք որպես կանոն նայում ենք փաստերին։ Եվ միջուկային փորձարկումների տեսանկյունից մենք այս պահին նման բան չենք տեսնում, ասել է Գրոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 30-ին հայտարարեց, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումները անցկացնել հավասար հիմունքներով այն երկրների հետ, որոնք ենթադրաբար ունեն միջուկային զենքի ծրագրեր։ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է առնվազն 2 ամիս պահպանել Վենեսուելայի ափերի ծովային շրջափակումը, թույլ չտալով նավթատար նավերի մուտքն ու ելքը երկիր, հաղորդում է Reuters-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ Մինչդեռ ռազմական ուժ կիրառելու տարբերակը մնում է, ուշադրությանը դարձվում տնտեսական ճնշում գործադրել պատժամիջոցների կիրառման միջոցով Սպիտակ տան կողմից ցանկալի արդյունքին հասնելու համար։ Մեջբերում է հոդվածը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը Վենեսուելայի նկատմամբ Վաշինգտոնի վարչակազմի քաղաքականության մասին, ասել է պաշտոնյան։ Պաշտոնյայի խոսքով Վաշինգտոնը հույս ունի մինչև հունվարի վերջ Վենեսուելայում ստեղծել տնտեսական աղետի սպառնալիք եւ ստիպել Կարակասին համաձայնվել էական զիջումների գնալ Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է բոլոր ամերիկացիներին, այդ թվում ծայրահեղ ձախ հայացքներ ունեցողներին, արևմտյան ոճի Սուրբ Ծնունդի առթիվ եւ գովաբանել իր վարչակազմի հաջողությունները անցած տարվա ընթացքում։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում արմատական ձախերի սրիկաներին, ովքեր ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար եւ խորապես ծախողվում են, գրել է Թրամփը Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր վարչակազմի իշխանության գալուց ի վեր Միացյալ Նահանգները այլևս խնդիրներ չունի բաց սահմանի, օրենքի եւ կարգուկանոնի կամ տղամարդկանց կողմից կանանց հետ մարզական մրցումներին մասնակցելու հետ կապված։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կսկսեն հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի ցամաքային թիրախներին թմրավաճառների դեմ պայքարելու համար։ Ֆլորիդայի իր Mar-a-Lago կալվածքում ելույթ ունենալով ամերիկացի առաջնորդը նշել է, որ ամերիկյան զինվորականների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծովային ճանապարհով Միացյալ Նահանգներ թմրանյութերի մաքսանենգության ծավալը կրճատվել է 96%-ով։ 96%-ով պարզապես մտածեք դրա մասին։ Հիմա մենք դա կանենք ցամաքում, ավելացրել է Թրամփը, անդրադառնալով թմրամիջոցների կարտելների հետ կապված ցամաքային թիրախներին հարվածելու հնարավորությանը։ Վերջին շաբաթներին Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը կսկսի պայքարել Լատինական Ամերիկայից ցամաքային ճանապարհով թմրանյութերի մաքսանենգության դեմ։ Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի ԳՇՊետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը պահեստազորայինների պատրաստության շարունակական կատարելագործման առումով։ Շնորհակալություն հայտնելով հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավելու հերթապահության ընթացքում ցուցաբերել
ցուցաբերած անշարժլրջության եւ կարգապահության համար։ Հանդիպման ավարտին Էդվարդ Ասերյանը հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է արժեքավոր նվերներով։ Իշխանության ներկայացուցիչները շաբաթ օրը հավաքվելու են Արարատի մարզում մեծ ժողովի։ Այս մասին հայտնել են Եռամեդիա 24-ի աղբյուրները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցությունը քաղաքական ժողով է հրավիրելու։ Ժողովին քննարկվելու են կուսակցական հարցեր, 2026 թվականի ընտրությունների հետ կապված հարցեր, նախընտրական ցուցակը, քարոզարշավի ձևաչափը, ինչպես նաև արդեն գալիք տարում խորհրդարանական աշխատանքների հետ կապված հարցեր։ Քննարկվելու են եկեղեցու շուրջ առաջիկա զարգացումները, Մանավազյանն ասել է, որ դրա վերաբերյալ հարցեր չեն քննարկելու։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր միջուկային փորձարկման հետ կապված իրավիճակը վերլուծելու հանձնարարականը կատարվում է։ Այս մասին Ինտերֆաքսին տրված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործ նախարար Սերգեյ Ռյաբկովը։ Մենք գործում ենք նախագահի հրահանգներին համաձայն, ով ինչպես հայտնի է, արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է վերլուծել իրավիճակը եւ առաջարկություններ անել հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ։ Սա իրականացվում է, ասել է Ռյաբկովը։ Նա հավելել է, որ արտակարգ իրավիճակ չկա եւ որ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է ցանկացած սցենարի։ Հանրապետական կուսակցության որոշ անդամներ դեմ են Վենեսուելա ներխուժելուն եւ նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելուն։ Նրանք նախազգուշացնում են նման որոշման բացասական հետևանքների մասին, գրում է The Hill թերթը։ Տեքստի համաձայն ԱՄՆ Սենատում կուսակցության անդամները ընդհանուր առմամբ աջակցում են Թրամփի ագրեսիվ գործողություններին թմրանյութերի մաքսանենգությունը զսպելու համար, բայց զգուշացնում են, որ ավելի շատ ուղղակի հարձակումները կարող են չափազանց հեռու գնալ։ Օրինակ, սենատոր Ռոջեր Մարշալը զգուշացրել է, որ զգուշություն պետք է ցուցաբերել ռեժիմի փոփոխության մասին խոսելիս, քանի որ նման գործողությունները հաճախ հակառակ արդյունք են տալիս։ Սենատոր Ռենդ Փոլը, որը ուղղակիորեն դեմ է արտահայտվել միջամտությանը, կիսում է նմանատիպ կարծիքը։ Մեկ այլ անանուն սենատոր ուղղակիորեն մեղադրել է Դոնալդ Թրամփին Մադուրոյին տապալելու մտադրության մեջ։ Ես Վենեսուելայում ցամաքային զորքեր չեմ ուզում։ Ես չեմ ուզում Աֆղանստանի կամ Իրաքի կրկնություն։ Ես չեմ աջակցում ռեժիմի փոփոխությանը ԱՄՆ-ի պահանջով, հայտարարել է նա։ Ուկրաինայի խաղաղության համաձայնագրի կետերից մեկը հրադադարից հետո հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնելն է, ինչի վրա պնդում են Կիևի գործընկերները։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, մեջբերում է RBC Ukraine-ը։ 18-րդ կետ. Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնի համաձայնագրի ստորագրումից հետո, որքան հնարավոր է շուտ։ Սա գործընկերների տեսլականն է։ Դե մենք հասկանում ենք, թե որտեղից է սա գալիս, հայտարարել է Զելենսկին։ Նա կրկնել է, որ Ուկրաինան կարող է ընտրություններ անցկացնել, բայց գործընթացի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։ Եղանակը առաջիկա օրերին Երևան քաղաքում դեկտեմբերի 25-ից 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ նախալեռնային գոտում ձյան տեսքով, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։